Խորհրդային տարիներին նկարահանված ֆիլմի այս աղջնակն Ադրբեջանի հետ Խորհրդային Հանրապետության առաջին տիկինն է, առաջին փոխնախագահը։ Ֆիլմի պրեմիերայից 10 տարի անց Մեհրիբանին ամուսնացրին Իլհամ Ալիևի հետ կամ հակառակը։ Կինոյի դպրոցականից դարձավ առաջին տիկին ու Ադրբեջանի դեմքը ամուսնուց հետո։ Այսպիսի որոշում մարդիկ տեսել էին ֆիլմում, խաղաթղթե տնակի հերոս նախագահը կնոջը փոխնախագահ նշանակեց։ Սա հասկանալի է գեղարվեստական ֆոնին, մինչդեռ իրականում նույնիսկ Անդերվուդը կատակեց ու թվիթեց։ Եթե որոշել եք ձեր կնոջը փոխնախագահ կարգել, խորհրդի համար դիմեք ինձ։ Պետությունն ընտանիքի ձեռքում ձևաչափը գուցե ստիպեց ծափահարել Ալիևի թիմակիցներին, մինչդեռ զայրացրեց ադրբեջանցիներին։ Արհեստական շնորհավորանքների հետևում ադրբեջանցիների մեծացող հիասթափությունն է ու ավելացող դժգոհությունը։ Ալիևայի նշանակումը ադրբեջանական հասարակության դժգոհությունը, Արցախի թափանցիկ հանրաքվեն միջազգային դիտորդների ձևակերպմամբ եւ միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատելի ու անընդհատ պարտությունները ստիպում են ուշադրությունը նորից տեղափոխել առաջին գիծ։ Շրջել եմ կամերան դեպի աջ թևը եւ նկատել եմ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբեր, մոտավորապես 8-ից 9 հոգուց բաղկացած։ Ադրբեջանը փետրվարի վերջին հարձակվեց Ակնայի եւ Մարտունիի ուղղությամբ, վաղ առավոտյան հայկական դիրքեր գործուղելով հետախուզական խմբին հրամանատարի գլխավորությամբ։ Նրանց հրամանատարն է լուսանկարում եւ արդեն հետմահու։ Հայ դիրքապահները կարողացան առանց կորուստների ձախողել հակառակորդի հարձակումը, զինվորի աչալրջությունն է օգնել ու նաեւ տեսանկարահանող հատուկ միջոցները։ Կողքի դիրքից մեզի օգնություն ցուցաբերեցին։ Սկսեցին դից էլի նույն ձև կրակոցներ բացել այդ ուղղությամբ։ Մարտնչած դիրքի պատասխանատուն է ներկայացնում մանրամասները, ինքն ու 18-ամյա զինվորներն են ոչնչացրել փորձառու հետախույզներին, ընդ որում վարպետորեն ու պրոֆեսիոնալ պաշտպանությամբ։ Դա չենք զգացել, էլի վախ զգացում չենք զգացել։ Ինչով էր ուզում եք կրակել, մենք չենք մտնել։ Այս կադրերն իրենք են ստացել փոխանցել վերադասին, Արցախի պաշտպանության բանակն էլ ներկայացրեց հանրությանը։ Այստեղ ադրբեջանական հետախույզներն են տրոպահականազերծող համակարգի արձակումը։ Սրան հաջորդում է հայ զինծառայողների պատասխան կրակը եւ վերջում ադրբեջանական ստորաբաժանումների փախուստը։ Ամեն ինչ արել ենք հակառակորդին, չենք թողել ներխուժեն։ Ու էլի պատրաստ ենք ամեն պահի էլի այսպես ու ասանից մեծ դիվերսիոն գործողությունների դեմ առնելու։ Այս ամենն առաջին ժամերին ադրբեջանական քարոզչամեքենան հերքեց ու լռեց, նույնիսկ ադրբեջանական կայքերը հղում արեցին Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Հայկական կողմը հրապարակեց ադրբեջանական գյուղերի բնակիչների հեռախոսազրույցները։ Алло, գնեմ եմ դաշտի։ Դերներ կդար яралы var alnurder. Հա, դեր post. Düzen çamana zehra var, çaman girer oraya atstalıftı. İnlə bilən şitoya gedir, hər bir tüzə əri nişana gedir. Oğlanız nişanına qoymuyublar ki, Ağdama nişan aparırlar. Տեսագրությունը ադրբեջանական կողմին ստիպեց ընդունել սահմանային միջադեպը, հատկապես հայրենակիցների դիերը տեսնելով։ Չեզոք գոտում ընկածների անուններն անհայտ էին Ադրբեջանի հասարակությանը, հայտնեց Արցախի բանակը։ Ադրբեջանի զինված ուժերի 181-րդ բրիգադի հետախուզության պետ մայոր Աբդուլլաև, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլար, հետախուզ Ադե Հուսեյնով ու եւս 2 զինծառայող, որից մեկը սակրավոր։ Բոլոր կադրերն են վկայում ադրբեջանական ոտնձգության մասին, դիրքապահների սխրանքի ու ճշգրիտ գործողությունների մասին հրամանատարն է բարձրաձայնում։ Փաստերն են վկայում, ինչպես են ժամկետայինները կասեցրել ադրբեջանական սպայակազմի գրոհը։ Ջոկի եւ դասակի հրամանատարները ղեկավարել են իրենց ազնագազմը հմուտ։ Կրակային խոցման արդյունքները բոլորիս հայտնի է։ Խրամատում ոչինչ չի փոխվել, տրամադրությունն էլ, մարտունակությունն էլ, ծառայությունն էլ, ըստ սահմանված կարգի, տղաներն իրենց տեղում են հաղթանակած, հոգեբանական ու իրական մարտում։ Համոզված ենք, որ սրանից հետո ավելի պատրաստ են, ավելի մեծ ուժերի եւ ավելի գեղեցիկ հարված մատուցել հակառակորդին։ Մարտական գործողություններից հետո ադրբեջանական կողմը միջդիրքային հատվածից պետք է դուրս բերեր իր զինծառայողների դիերը։ Գործընթացը տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունը։ Սահմանախախտների դիերը դուրս բերեցին միջդիրքային հատվածից միայն 2 օր անց, այն պայմանով, ինչպես պնդել էր Արցախյան կողմը։ Դիակներին հենց այստեղից են դուրս բերել։ Միավորման հրամանատարի տեղակալը վերջին օրերին պարբերաբար է այս խրամատներով անցնում, հետևում հակառակորդին, գոտ է պնդում հայ զինծառայողներին։ Նման դեպքերը եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս մեր ղեկավարությանը
որպեսզի քաղաքական հարթակներում կամ կլոր սեղանների շուրջ իրենց կամքը թելադրեն հակառակորդին մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Ադրբեջանի հարձակումը ձախողվեց եւ հիմա Զաքիր Հասանովը պարտությունը փորձում է կոծկել ամենօրյա կրակահերթերով։ Փետրվարի վերջին եւ մարտի առաջին օրերին հակառակորդը հրադադարը խախտում է խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառեց Spike տիպի հակատանկային կառավարվող հրթիռ։ Սա գուցե իրավիճակն ապականացնելու հերթական փորձն է կամ ժողովրդին վստահություն ներշնչելու վերջին հույսը, մինչդեռ զարմացնելու համար սա չափազանց քիչ է, հատկապես հայկական կողմի դեպքում։ Ադրբեջանական զինուժի հարձակման օրերին հայ մասնագետները բալիստիկ հրթիռն են ստուգում, անձնակազմը մարզվում է, գործարկում զինտեխնիկան, կառավարում են հեշտությամբ, պահպանում խնամքով։ Սկադ համակարգ կամ ռազմական տերմինաբանությամբ 9K72 Elbrus բալիստիկ հրթիռային համակարգ, տարածաշրջանային ամենահզոր միավորներից մեկն է, բնութագիրն է հիմնավորում։ Ճշգրիտ ու հեռահար խոցմամբ Սկադի մասին լսել են շատերը, տեսել ու փորձարկել մասնագետները։ Համակարգի հրթիռն ունի 11 մետր երկարություն, 0.8 մետր տրամագիծ։ Հրթիռների մեկնարկային քաշը մոտ 6 տոննա է։ Մարտագլխիկները կշռում են մոտ 1000 կիլոգրամ։ Այս հրթիռները կարող են կրել միջուկային, բարձր պայթուցիկ եւ քիմիական մարտագլխիկներ։ Կրակի առավելագույն հեռավորությունը 300 կիլոմետր է, նվազագույն հեռավորությունը 50 կիլոմետր։ Հնարավոր շեղումը կազմում է 450 մետր։ Սկադ հրթիռային համակարգերն ունեն իներցիոն առաջնորդություն։ Սա մեկնարկային կայանի ավակ օպերատորի խցիկն է, որտեղ անց են կացվում հրթիռի հորիզոնական եւ գլխավոր ստուգումները։ Այնուհետև մտցվում են հրթիռի թռիչքային տվյալները։ Եվ գլխավորը այն Հայաստանում է, ընդ որում ոչ հիմա եւ ոչ էլ վերջերս։ Այն գերազանց վիճակում է ամենօրյա ու հետեւողական սպասարկման արդյունքում եւ պատրաստ է զսպել հակառակորդին։ Սա համակարգ է, որը կարող է հակառակորդի ցանկացած ծաղկում բնակավայր հողին հավասարացնել։ Այլ կերպ ասած, այն ունակ է 1 կիլոմետր շարավով մինչև 12 բալ ուժգնությամբ հարված հասցնել նպատակակետին։ Տեխնիկայի կողքին են սպաները, դիպչում են փորձառումները, ստանում են առաջադրանք, կատարում հաշվարկներ, պարզապես չեն խոցում։ Կգործեն, երբ անհրաժեշտություն եւ հրաման լինի, հակառակորդի պարտադրած հարվածը պարտադիր նշանակետին կհասնի։ Սահմանային իրավիճակին նախագահն անդրադարձավ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը։ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ նշեց. Երևանը եւ Ստեփանակերտը չեն ցանկանում պատերազմել, մինչդեռ Բաքուն պարբերաբար բարձրաձայնում է պատերազմի մասին։ Հանրապետության նախագահն ընդգծեց, Հայաստանը պատրաստ է դիմագրավել հակառակորդին։ Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառել մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Նախագահն Արցախյան հիմնախնդրի մասին խոսեց նաև Եվրոպական խորհրդի նախագահի հետ այս շաբաթ կայացած հանդիպմանը։ Սերժ Սարգսյանը շեշտեց, Արցախի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն Արցախի բնակչությանը։ Այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը։ Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել։ Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը ելույթ ունեցավ նաև Քարնեկի կենտրոնում, ներկայացնելով Ադրբեջանի վարած սահմանային ապակայունացնող քաղաքականությունն ու բանակցությունները տապալելու փորձը, ադրբեջանական կեղծիկը բնակչության առաջ։ Ակնհայտորեն Բաքուն Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր ներքին հարցերի, սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների եւ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ աճող դժգոհությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով։ Ադրբեջանը շաբաթը սկսեց ինտենսիվ կրակով, հրադադարը գիշերը խախտելով 120 անգամ արձակելով 2200 կրակոց եւ 15 արկ հայկական դիրքապահների ուղղությամբ։ Երեքշաբթի գիշերը հակառակորդը կիրառել է հրաձգային եւ հրետանային զինատեսակներ, արձակել մոտ 1100 կրակոց։ Հարավ-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակել է նաեւ D44 տիպի հրանոթից, TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքից։
Մարտի 1-ի կեսօրին հակառակորդի արկակոծության հետևանքով բեկորային վիրամոլումից մահացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Նվեր Բաբաջանյանը։ Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Ադրբեջանն արձակել է 1200 կրակոց ականանետներից, նռնականետներից, 51 արկ, կիրառել հրթիռահրետանային կայանք։ Մարտի 2-ին արձակվել է 68 արկ, հարյուրավոր կրակոցներ։ Ամբողջ շաբաթվա ընթացքում հայկական առաջապահ ստորաբաժանումներն իրականացրել են կանխարգելիչ եւ պատժիչ գործողություններ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը լրացնելու նպատակով։ Հակառակորդի արկածախնդրությունը տևում է մինչև հայկական կողմի պատասխանը։ Լռում են, հետո կրկնում սխալը, կրկին պատժվում։ Դավիթ Դավթյան, Զինուշ։